Անուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն Զինչ օգտիցի մարդ եթե զաշխարհս ամենայն շահեսցե եւ զանձն յուր տուժեսցե Ինչ կօգտվի մարդ եթե ամբողջ աշխարհը շահի բայց իր անձը տուժի Սիրելիներս այսօր ես ուզում եմ բոլորի շնորհավորել մեր հայրապետի առաստված մեր բարեխոսի հայոց ազգի Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոնի կապակցությամբ հայրապետուն բարեխոսությամբ մենք Աստծո առաջնորդությամբ Տիրոջ խաչի առաջնորդությամբ եւ աչի հովանու ներքո քայլում ենք դեպի փրկության նավան Այսօր իր սոսկալի չարչարանքների եւ գուբի վիրապի մեջ մտնելու օրն Բայց չարչարանքները լոկ չարչարանք չէին Չարչարանքները Քրիստոսի անվան համար էին չարչարանքներ Գրիգոր Լուսավորիչ չէր չարչարվում աշխարհը շահելու համար Գրիգոր Լուսավորիչ տանջանքները չէր կրում աշխարհը շահելու համար Այլ Գրիգոր Լուսավորիչ այդ տանջանքները կրում էր Քրիստոսի անվան համար Գրիգոր Լուսավորիչ այդ տանջանքները կրում էր Քրիստոսի փառքի համար որպեսզի իր անձը շահի եւ ոչ թե աշխարհը եւ իր անձը տուժի Եվ մեր հայոց ազգի հայրապետն ու բարեխոսը մեզ համար օրինակ է, որպեսզի մենք կարողանանք իր օրինակով շարժվել, իր օրինակով քայլել ավետարանավանդ Քրիստոսի ճանապարհով։ Վստահ եմ, որ այդ ճանապարհի մեջ կան դժվարություններ, վստահ եմ, որ այդ ճանապարհի մեջ կան խնդիրներ, կան փորձություններ, բայց Աստված մեզ հետ է միշտ, եթե մենք Աստծո հետ լինենք։ Մեզանից շատ-շատերը ընկնում են փորձության մեջ, չէ, խնդիրների մեջ, ունենում են շատ խնդիրներ։ Մենք այդ պահին, երբ որ նեղության մեջ ենք, ինչ ենք ասում։ Հա? Ասում ենք Աստված ինչի թողեցիր մեզ, չէ՞։ Բայց երբեք Աստված մեզ չի թողում։ Սա մեր մարդկային տրամաբանությամբ ենք մենք ասում, մեր անձը կենտրոն ունենալով։ Մեր անձը կարևորելով, որ Աստված մենք այնքան կարևոր ենք, դու ինչի թողեցիր մեզ։ Այլ մենք ինքներս մեզ հարց պիտի տանք նեղության մեջ, թե մենք ինչու ենք Աստծուց հեռացել։ Կենտրոնը Աստված է եւ ոչ թե մենք։ Մենք ենք հեռանում եւ ոչ թե Աստված է հեռանում։ Մենք ենք մոտենում եւ ոչ թե Աստված է մոտենում, որովհետեւ Աստված միշտ մեր մոտ է։ Որտեղ Աստծո ներկայության մեջ ենք մենք միշտ, եթե չենք հեռանում այդ ներկայությունից։ Այդպիսի Աստծո ներկայության մեջ էր նաեւ մեր հայրապետը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որի պատմությունը վստահաբար դուք ինձանից ավելի լավ գիտեք, թե ինչպես Քրիստոսի անունը չուրանալու համար ինքը բանտարկվեց տասնյակ տարիներ, թե ինչպես խոր վիրապում անցկացրեց այդ 13 տարիները, թե ինչքան չարչարանքներ կրեց ինքը, թե ինչպես Աստված պահեց իրեն այդ գուբի մեջ եւ ինչպես իրենով հաղթանակած այդ գուբից հանեց եւ իր լույսը Գրիգոր Լուսավորչի միջոցով սփռեց ամբողջ հայոց աշխարհի մեջ։ Քրիստոնեական կրոնը
իր անունը պետական կրոն հռչակելով հայոց աշխարհի մեջ։ Ես շատ կուզեմ, որ մենք մի բան միասին խոսենք Գրիգոր Լուսավորչի այդ ապրումների, հույզերի մասին, որովհետև ինքն էլ մարդ էր, այդ հույզերով շրջապատված։ Եթե առաքյալները, 12 առաքյալները, որ անմիջապես Քրիստոսի կողքն էին, եթե իրենք ուրացան, եթե իրենք վաճառեցին, եթե իրենք հագուստները թողեցին ու փախան, ուրեմն ինչքան նաև մենք այդ հույզերով տարված ենք։ Վստահաբար այդ գուբի մեջ ընկնելով այն ապրումները, որ ունեցել է մեր հայրապետը, մեր ամենամեծ բարեխոսը, այդ նույն ապրումները ունենք նաև մենք։ Ինչ որ խորտ չէ մարդուն, խորտ չէ նաև մեզ, որովհետև նույն մարդն ենք մենք։ Մեր հույզերով, մեր ապրումներով, մեր թերահավատությամբ, մեր հաղթանակով Քրիստոսի հետ, մեր կասկածամտությամբ, մեր հաստատակամությամբ, Աստծո կամքը փնտրելով, բայց մեր կամքը պարտադրելով, պատարագի գալով, աղոթքի մեջ հոգնելով, աղոթական վիճակի մեջ լինելով, բայց մտքերով այլ տեղերում սավառնելով։ Բայց սա մեզ, եթե մենք կարողանում ենք իրապես մնալ Քրիստոսի ներկայության մեջ, սա մեզ չի զրկում Աստծո սիրուց։ Եվ ինչպես Աստված պահեց մեր հայրապետին այդ գուբի մեջ, նույնպես կպահի մեզ այս կյանքի ալեկոծությունների մեջ, եթե մնանք իր ներկայության մեջ, եթե չհոգնենք, եթե չվարվենք ապարաժի վրա կամ ճանապարհի եզրին ցանված սերմերի նման։ Երբ որ լսենք Աստծո խոսքը, ուրախանանք, ցնծանք, բայց փուշը, տատասկը կամ աշխարհիկ հոգսերը դեպի աշխարհը շահելու կարևորությունը մեզ չհեռացնի Քրիստոսի ներկայությունից։ Լինում է, ամեն ինչ լինում է մարդու կյանքում։ Մարդ կարող է տկարանա, մարդ կարող է թերահավատ լինի, մարդ կարող է կասկածի, մարդ կարող է հոգնի, չէ որ մենք մարդ ենք, կհիշեք Ծննդոց գրքում, ջրեղեղից հետո Աստված ինչ ասեց, ասեց այլևս մարդուն ջրեղեղով չեմ պատժելու, որովհետև մարդ իր ծնունդից չար է։ Այն ինչ որ մարդկային է, բոլորիս խորտ չէ։ Ես էլ, դուք էլ, բոլորս և կասկածում ենք, և հոգնում ենք, և տրտնջում ենք, բայց դրանով հանդերձ մնում ենք Աստծո ներկայության մեջ։ Դրանով հանդերձ մնում ենք տաճարի մեջ։ Դրանով հանդերձ սիրում ենք Քրիստոսին։ Քրիստոսի սերը, որը մեզ վեր է հանում ամեն ինչից։ Քրիստոսի սերը, որ մաքրում է այդ ամեն կասկած, ամեն երկմտություն, ամեն փորձություն։ Քրիստոսի սերը, որ մեզ մարդկանցս բարձրացնում է երկինք, որովհետև այդ սերն էր, որ մեզ փրկեց այդ մեղքերից։ Այն մեր հայրապետը նախընտրեց իր Քրիստոսին, իր անձի փրկությունը քան աշխարհը։ Նույնպես մենք պետք է կարողանանք նախընտրենք Քրիստոսին, մեր անձերի փրկությունը Քրիստոսով, քան թե աշխարհը։ Աշխարհը գրավում է ճակերտավոր, աշխարհը գրավիչ է ճակերտավոր։ Իր գայթակղություններով, իր գեղեցկությամբ ճակերտավոր։ Բայց երբ որ դու հպվում ես Քրիստոսին, երբ որ զգում ես Քրիստոսին քո ներսում, ինչպես զգաց մեր հայրապետը, այդ աշխարհի ճակերտավոր գեղեցկությունները, սքանչելիները, դյությանքները եւ ամեն ինչ քեզ համար դառնում են առ-ոչինչ։ Որովհետեւ զգացել ես Քրիստոսի սերը, զգացել ես Քրիստոսի ներկայությունը։
Ուրեմն նայեք, մենք հայերս օրինակ ունենալով մեր հայրապետին պիտի վարվենք այդպես, Քրիստոսին մեր սրտի մեջ ունենալով, մենք նորից եմ ասում, մի վախեցեք, ես էլ ձեզ հետ միասին, չվախենանք մեր այդ հույզերից, հոգնությունից և այլն, բայց ես էլ ձեզ հետ միասին, ջանքը, պայքարը չմոռանանք, Քրիստոսին պահելու, Քրիստոսի ներկայության մեջ լինելու։ Եթե կասկածամտությունը, թերահավատությունը մարդկային է, պայքարնել է մարդկային, մաքարելնել է մարդկային, ջանք գործադրելնել է մարդկային, Քրիստոսի ներկայության մեջ մնալու։ Սիրելիներս, աշխարհը կարող ենք շահել, երիտասարդ ենք, մեծ ենք, աշխարհը կարող ենք շահել, աշխարհի ամբողջ ճակերտավոր գեղեցկությամբ, բայց այդ ամեն ինչը շատ ժամանակավոր է։ Շատ ժամանակավոր է։ Մեզ թվում է, թե մենք միշտ երիտասարդ ենք մնալու, այդպես չի։ Մեր տարիները անցնում են եւ շատ արագ։ Մենք ինչ որ ցանենք, այն էլ հնձելու ենք։ Մենք չպետք է հոգնենք, չպետք է ձանձրանանք ժամերգությունների եւ պատարակների ժամանակ։ Մենք երբ որ գնում ենք հարսանիքի, գնում ենք ուրախության, գնում ենք ռեստորան, չէ, եկեղեցում փսակադրությունից հետո մենք բոլորս էլ գնացել ենք ռեստորան մասնակցելու այդ հարսանյաց ճաշկերույթին։ Կասեք ինձի, միջև այդ սրահը մտնելը, մենք ինչքան ենք դրսում սպասում։ Ինչի չենք հոգնում։ Ինչի չենք ձանձրանում։ Չէ՞ որ այնտեղ էլ առանց զբաղմունքի, չէ, մենք սպասում ենք, ինչի չենք հոգնում։ Բայց այստեղ տաճարում ժամերգության պատարակի ժամանակ, աղոթքի ժամանակ մենք ինչի ենք հոգնում։ Բայց այդ հոգնելը նորից եմ ասում մարդկային է։ Մենք պետք է պայքարենք չտրվելու այդ հոգնությանը, չտրվելու այդ կասկածամտությանը, թերահավատությանը։ Քրիստոսի ներկայության մեջ լինելով։ Եվ նայեք Աստծո սերը դեպի մեզ իր կողմից փրկվածներից։ Այս մեծ պահքի շրջանը մենք անցնում ենք, չէ՞, բայց նայեք այստեղ Գրիգոր Լուսավորչի տոնին, երկուշաբթի օր Աստվածամոր տոնին, մի պահ դադար է լինելու, չէ՞։ Մենք ինչ ենք անելու։ Քրիստոսի մարմնով եւ արյունով զորանալու ենք մուտք գործելու համար ավագ շաբաթվա շրջան։ Անցնելու համար այդ ավագ շաբաթվա ամեն մի հանգրվան Քրիստոսի հետ միասին։ Այսինքն Աստված երբեք մեզ չի թողնում։ Մենք ենք, որ թողնում ենք կամ մոտ ենք։ Ուրեմն, որպես մեր հայրապետի կյանքի պատգամ մեզ բոլորիս, ինձանից սկսած, չվախենանք մեր մարդկային հույզերից, մտածումներից, կասկածամտությունից, թերահավատությունից, չվախենանք։ Մեզ հեռու չդասենք, հեռու չպահենք Քրիստոսից, այլ դրանով հանդերձ պայքարենք Քրիստոսի ներկայության մեջ մնալու համար, որպեսզի այդ ամենը մեզանից հեռանա։ Սա որպես պատգամ այսօրվա մեր հայրապետի կյանքից։ Ինչպես որ մեր հայրապետը գուբի մեջ հաղթեց Քրիստոսով, այդպես էլ մենք, եթե մնանք Քրիստոսի ներկայության մեջ, անգամ մեր հույզերով, մենք կհաղթենք։ Կհաղթենք այս աշխարհի ճակերտավոր գեղեցկությանը, գայթակղությանը, սքանչելիքներին, ամեն ինչին։ Քրիստոսի հետ միասին։ Եվ մեր անձերը կշահենք Քրիստոսով փրկված լինելով։ Եվ թող Տերը մեզ